թե 20% ետ վերադարձի օրենքը, թե այս օրենքը Հայաստանի Հանրապետության իրական պատկերի հետ եւ հիմնախնդիրների հետ առնչություն չունի, պարզապես հերթական գումարի շորթումն է, այդ աշխատողների, 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձի պահումների հերթական դրամաշորթումն է եւ հերթական հիմնադրամի ձևավորումն է եւ հերթական եկամուտներ գեներացնելն է։ Դեռ այսօր հունվարի 8-ն է, այո, այսօր։ Ահա, դեռ տարին նոր ենք սկսում։ Մեր տարին ցույց կտա, ինչպիսի հիմնախնդիրներ եւ խնդիրներ կվերհանի իր իսկ կողմից ձևակերպված եւ ընդունված օրենքի ուժ ստացած օրենքը։ Իսկ շտապօգնության հետ կապված, որ վճարով են դարձնում պարոն Մարտիրոսյան, ունեք մեկնաբանություն, որքանով է տեղին, օրինակ, ինչն է ձեր կարծիքով նպաստել, որ միայն 8 տարեկան միայն 8 սպասարկում անվճար լինի, դրանից ավելին թոշակառուների նորից ասեմ եւ ցածր աշխատավարձ ստացողների համար զգալի գումար է 10-15,000-ը, ել չեմ խոսում մարզերի մասին, դուք ինչպես նշեցիք, կիլոմետրերով է հաշվարկվելու շտապօգնության ծառայությունը, հնարավոր է օրինակ ինչ-որ մարզից մինչև Երևան բերեն 30-40,000 դրամ արժեն շտապօգնության ծառայությունը։ Նախ եկեք հասկանանք մի հատ բարձ ճշմարտություն էլի։ Հայաստանի Հանրապետությունը ինքը շատ փոքր երկիր է, 30,000 քառակուսի կիլոմետր։ Միայն Վրաստանի սահմանից Իրանի սահման 7 ժամ է անհրաժեշտ մեքենայով երկրի այս ծայրից այն ծայր գնալը։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի 8 տարվա կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին անկախ սեռից եւ տարիքից, եւ սոցիալական կարգավիճակից քաղաքացին այսպիսի փոքրիկ երկրում դա չպետք է ունենա այն խնդիրը, որ ինչ-որ առողջական խնդիրներ ունի եւ իր շրջանի հիվանդանոցում չեն կարող այդ համապատասխան բուժ օգնությունը ցուցաբերեն եւ ասում են գնացեք Երևան։ Շրջաններում էլ փակեցին բավականին շատ թվով բուժհաստատություններ։ Դե օպտիմալացման մասին է խոսքը գնում, թող գնահատականը ժողովուրդը տա, ինձ թվում է մեծ դիտողները կիմանան իրենց շրջաներում ինչքան է փակվել։ Հիմա դա զավեշտի ժանրից է։ Փոքր երկիր եւ հիմնական բուժ հաստատությունները հարաբերականորեն վերազինված Երևան քաղաքում է։ Այսինքն Սալավերդի հիվանդը, Վեդի հիվանդը, Կապանի հիվանդը, Սևանի հիվանդը, Ապարանի հիվանդը, Աշտարակի հիվանդը, ես ինքս էլ ես երկրի բնակիչ եմ, գիտենք, միանգամից բերում են Երևան։ Իսկ ինչու բերեն Երևան, չէ՞ որ դա ժամանակ է եւ ծախսը, էական այ չէ ով է հոգում այդ ծախսը։ Այսպես տեմպես քաղաքացին է օգնում, եթե անգամ պետական բյուջեից է փոխանցվում, դա քաղաքացին է օգնում, ոչ Նիկոլ Փաշինյանը իր գրպանից տալու, ոչ Արսեն Թորոսյանը եւ ոչ էլ առողջապահության նախարարը։ Հետեւաբար մենք անգամ 7 տարվա մեջ նախորդ իշխանությունները վատն էին հասկացանք, պայմանական։ Բայց 8 տարվա մեջ դու չկարողանաս քո երկրում բոլոր խոշոր քաղաքներում այնպիսի առողջապահական համակարգ ստեղծել, որ բոլոր տեսակի հիվանդության տեսակները բուժվեն եւ ոչ թե Ալավերդից հիվանդին բերեն Երևան վիրահատության համար։ Դա նորմալ չի 21-րդ դարում փոքրիկ երկր լինել։ Մենք Ռուսաստանը չենք 11 միլիոն 700,000 11 միլիոն 200,000 քառակուսի կիլոմետր երկիր անծայրացիր։ Մենք փոքրիկ երկիր ենք, մենք կարող ենք լոկալ առողջության հետ կապված խնդիրները լոկալ տարածքում բուժենք, ասենք Արագածոտան մարզում, Արմավիրի մարզում, Արարատի մարզում, սա այն բացն է, որը մենք բաց թողեցինք 7 տարվա մեջ, այդ հարցը չլուծեցինք։ Երկրորդ, ինչ է նշանակում 8 անգամ իրավունք ունեք անվճար օգտվելու։ Իսկ ներողություն, եթե նա քրոնիկ հիվանդ է, 9-րդ անգամ պետք է վճարի։ Այդ դեպքում հարց է առաջանում, այդ թոշակառուն, որը 65-ից հետո է պարզվում մեր մոտ թոշակառուն, ոչ թե 63-64-ը, ինչ է վեր։ Եթե 9-րդ անգամ հարկ եղավ, շտապօգնության կարիք լինի, որ հիվանդին հիվանդանոց հասցնեն, եւ պարզում է, որ պետք է գումար վճարեն։ Ներողություն, այդ դեպքում բայց պարտադիր ապահովագրությունը ուր մնաց։ Կամ եկեք հասկանանք, եթե ամբողջը անվճար է, հիանալի է։ Իսկ եթե մասնակի պետք է վճարում իրականացվի, կամ 30%-ը ծածկի, կամ 126,000-ը տարեկան անձին ընկնող,
Ինձ թվում է ընտանիքը կարող է այսպես թե այնպես իրեն թույլ տալ այդ 126,000 դրամը մի տեղից ճարել, այդ տարվա կտրվածքով տվյալ անձի առողջությունը մի փոքր պակաս բուժել, որը մինչ հունվարի 1-ն էր արվում։ Եվ եկեք չմոռանանք, որ մինչ 18 տարեկան արդեն կային, հա, անվճար բուժօգնության տեսակներ, այո, պետպատվեր համակարգ այսպես թե այնպես արդեն կար, թոշակառուներին պետպատվերը այսպես թե այնպես կար, հաշվանդամություն ունեցողներին, կարգ ունեցողներին պետպատվերը այսպես թե այնպես կար։ Հետևաբար այն օրենքը, որը այսօր թերի է, մասնակի է, իրական պատկերը, իրական խնդիրները չի լուծելու, հա, ազգաբնակչության, նամանավանդ խոցելի խավերի մասին է խոսքը, նպաստառուների, թոշակառուների, հաշվանդամների եւ ինչու՞ չնայ բազմազավակ ընտանիքների կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին նշանակում է խնդիր կա առողջապահության ոլորտում եւ նույնպես հերթական անջրպետը դրեցին թոշակառուների յետվերադարձի օրենքով այդ 20%-ի, հա, մի մասը օգտվում է այդ օրենքից, մի մասը չի կարողանում օգտվի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, նույնն էլ այս պարագայում, այսինքն այն քաղաքացիները, որոնք աշխատում են եւ ստանում են միջ 200,000 դրամ, հա, ոչ ավելի 200,000, նրանք այժմ այս օրենքի շահառուն չեն հանդիսանում։